Ալիևին պիտի դիտես իր ներքին ինստիտուցիոնալ ստրուկտուրային կառուցվածքի կոնտեքստում, նա ինստիտուցիոնալ խաղացող է, որպես ինստիտուցիոնալ խաղացող, նա իր պետությունը կառուցել է նավթի վրա, որը ռեսուրսներ քաշող պետություն է երկրից ու հետ չվերադարձնող։ Այսինքն Ալիևը մի համակարգ է կառուցել իր համար, որը ռեժիմը դիմանա, այո, որպեսի փակ սահմաններ մնան։ Եթե սա Հայաստան լիներ, Գանդին ղեկավարեր Հայաստանը, ինչ անկախ նրանից, թե Հայաստան ինչպես խաղացող լիներ, եթե սահմանները փակ են, դա հնարավորություն է տալիս Ալիևի նման համակարգին, Ալիևին դիմանալ այդ բուրգի գագաթում։ Եվ այդ առումով Ալիևի վարած այն որ այդ Հայաստանի դիպլոմատիայի հաջողություն պիտի համարել, չնայած հաշվի առնելով շատ խնդիրներ, որ շատ վերլուծաբաններ ասում են, որ Հայաստանը կարողացել է Ալիևին բանակցությունների սեղանին կապած պահել։ Եվ այդ առումով փաստորեն կարողացել է Ադրբեջանին տանել այս ռազմականացված ագրեսիվ վիճակից դեպի այսպես ասած նախկինում եմ ասել նեգատիվ խաղաղություն կամ սառը խաղաղություն, չնայած հարաբերություններ չկան, բայց ուժն էլ այդքան հեշտ չի օգտագործել, Հայաստանը կարողացավ միջազգային համակարգի տարբեր դիվերսիֆիկացնել իր արտաքին հարաբերությունները եւ այլն, ավելի շատ աչքեր կապել ռեգիոնին, որ արդեն Ալիևը այն որ փորձում է տերիտորիալ կոնֆլիկտ կառուցել Հայաստանի հետ եւ այո փորձում է, բայց չի կարողանում։ Քանի որ դրա դեմ զսպումը շատ ուժեղ է եւ ոչ միայն գերտերություններից, այլ ընդհանուր առմամբ նորմերի ագրեսիա միջպետական սահմանների դեմ նորմերի ուժը պետք չէ թերագնահատել։ Եվ այդ առումով հարավային Կովկասը ես կասեի դեպի ավելի շատ նման է այլ ոնց որ Լատին ամերիկյան երկրներ 19-րդ դարում, որ քիչ-քիչ տեղափոխում է դեպի մի դաշտ, որտեղ այդ միջազգային նորմերը ավելի խոսուն են դառնում, կարևոր են, զսպիչ մեխանիզմներ կարևոր են։ Անկամ այս հեղեղուկ վիճակում, երբ որ Թրամփը ասում է այս երկիրը կվերցնեմ, այս տարածքը կվերցնեմ, այս տարածքը գերագնահատի Ամերիկայի դերը միջազգային համակարգի կառուցման կարևոր է եղել եւ շարունակելու մնալ կարևոր, բայց ամենակարևորը չէ։ Կարող ենք դրա մասին խոսել, բայց Ալիևը շարունակելու է սա անել, Ալիևի վարքի լոգիկան ներսում է։ Ինչու՞։ Քանի որ եթե սահմանները բացվում են, դա տնտեսական նոր օջախներ է ստեղծում Ադրբեջանի ներսում, որը ինքը հնարավոր որ չկառավարել։ Մի փաստ ասեմ, Ալիևը Ադրբեջանը անդամ չէ միջազգային ազատ առևտրի կազմակերպության անդամ չէ, ինչպես նաև ուրիշ, կարծեմ Կենտրոնական Ասիայի նավթային երկրներն էլ անդամ չեն։ Այսինքն բաց սահմաններից նավթի վրա հիմնված, որ տնտեսություն չունես, վախենում ես, որ եթե սահմանը բացվեց, արդեն նոր սեկտորներ կարող են զարգանալ, որ նավթի հետ կապ չունեն։ Որտեղ է ծայրը այդ փուշը, որտեղ կարելի է հանել։ Շատ ասեմ, ավելի լավ է սցենարներով խոսել։ Մեկ սցենարը, որ հնարավոր է, ինչ որ եւ Ալիևը համոզված եմ, որ քնում է սա ուղեղի մեջ վերակենում դրանով։ Ինչ որ եղավ Սիրիայում, գահընկեց լինելը, դա շատ հստակ կարևոր սցենար է եւ եթե ներսից, քանի դեռ եւ Թրամփի վարած քաղաքականությունը իջացնում է նավթի գները, չնայած որ անշուշտ Ադրբեջանը կապ չունի Ամերիկայի Միացյալ Նահանգների նավթի սեկտորի հետ, էներգետիկ սեկտորի հետ, բայց Թրամփի վարած քաղաքականությունը իջացնում է համաշխարհային գինը նավթից։ Իսկ դա եթե հասցրեց մի որոշակի կետ, կարծեմ, եթե չեմ սխալվում, որ 60 թե $70 barrel-ով, դա արդեն հնարավորություն չի տալու Ադրբեջանին, Ալիևին իր տնտեսության այս մոդելը շարունակել եւ Ադրբեջանի currency-ին արժեթուղթը պիտի սկսի արժեքը գցել, devaluation, արժեզրկվել, որը տեսանք դա արդեն 2016 թվին եղավ, ցույցեր եղան։ Նույն սցենարը դա շատ հնարավոր սցենար է, ներսից ցույցեր։ Եվ քանի որ քաղաքացիական համակարգը ամբողջովին վերացրել է, եթե այդպիսի ցույցեր եղան, շատ ավելի պայթյունավտանգ կլինեն, քան թե եթե քաղաքացիական ուժեր եթե եղած լինեին, այդ բախումը կկառավա։ Այսինքն դա շատ վտանգավոր սցենար է ռեգիոնի համար, պետք չէ դրա համար ուրախանալ։ Մյուս սցենարը, եթե Թուրքիան
այսպես ասած սկսեց գիտակցել, որ շատ է կորցնում, այսինքն այդ հարաբերությունը մի այնպիսի տեղ հասա, որ արդեն Թուրքիան չի կարող տանել, նա կամ կարող է ասել, որ տեքստը համաձայնագրված է, ես սահմանը բացում եմ Հայաստանի հետ, հարաբերությունները լավացնում եմ, եւ դա միանգամից Թուրքիայի դերը բարձրացնում է Եվրոպայի աչքում, որը Էրդողանին անհրաժեշտ է։ Թուրքիայի հետ հարաբերություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերություն։ Մյուս կողմից էլ Էրդողանը կարող է աշխատել Եվրոպայի հետ կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճնշումը ուժեղացնել Բաքվի վրա, որպեսզի նա ստորագրի, բայց անկախ նրանից, թե այդ խաղաղության պայմանագրի մեջ ինչ է գրված, եթե խաղաղության այդ պայմանագրի վերնագրի մեջ կա խաղաղություն բառը, դա արդեն շոկային է Ալիևի համար, քանի որ դա նա փորձում է ժողովրդին համոզել, որ ուրիշ պատերազմ անհրաժեշտ, ժողովուրդը նրանց չնայած որ հաղթանակեցին, իրենց համար էր դա տրավմա, իրենք էլ զինվորներ կորցրեցին, որ չես լսում ռետորիկայի մեջ, քանի որ ինքը մեդիան կառավարում է։ Հիմա արդեն ցիտեմ Բահրուս Սամադովին, որը գիտնական էր Ադրբեջանից ավտորիտարիզմը ուսումնասիրող գիտնական էր, խաղաղության ակտիվիստ էր, որ հիմա ձերբակալվել է։ Մի անգամ իր հետ խոսեցի 2020 թվականից պատերազմից հետո, ասաց, որ Թուրքիայի բանակում շատ զինվորներ, որ ինքնասպանություն են գործել, այդ հաղթանակից հետո այդ թիվը աճել է։ Այդ ժամանակ կարծեմ 15 էր թե ինչքան եւ բանակը այդ զինվորները իրենց ամբողջովին հասարակությունից կտրել են, քանի որ Ալիև ասում է, որ դա իր հաղթանակն է եւ այլն եւ այլն։ Այսինքն իրանց համար էլ է դա շատ թանկ եւ այդ ժողովուրդը հասկանում է, որ Ղարաբաղի հետ վերաբերյալ կոնֆլիկտը տարբեր է Հայաստանի հետ կոնֆլիկտից։ Բայց նա փորձում է ժողովրդին համոզել, որ Հայաստանը գենետիկորեն խաղաղություն չսիրող, այսինքն այն ռիտորիկան, որ գալիս է Հայաստանից, որ մենք խաղաղություն ենք ասում, նա բլոկ է դնում, որ ժողովրդին չհասնի։ Հարցը առաջանում, սենց հասկացություն կա, հասարակական դիպլոմատիա։ Եթե այսպես ասած վարդագույն աշխարհում լավ կլիներ, որ Հայաստանը իր հասարակական դիպլոմատիան ուժեղացներ, որ մի անգամից ժողովրդի վրա դուրս գար, որ ասեր, որ մենք չենք ուզում պատերազմ։ Բայց քանի որ ամբողջ մեդիա դաշտը իր ձեռքում է, այդ մեսեջը չի կարող հասնել։ Դա մնում է, թե եթե ադրբեջանցիները հետևեն հայկական ալիքներին եւ Բահրուս Սամադովը օրինակ ինտերվյուներ տալիս էր, Civilnet-ին ինտերվյու տվել, այսինքն ես շատ կապել էի եւ նա Սամադովին ձերբակալելով փաստորեն փորձեց այդ ալիքը փակել, որ իր հետազոտողները հանկարծ չխոսեն հայկական ալիքների հետ ու որպեսի այդ մեսեջը, որ Հայաստանը խաղաղություն է ուզում, չմտնի ադրբեջանական տիրույթ։ Ալիևի հիմնական խնդիրը գահի վրա մնալն է։ Եթե եվրոպացիները ինչ որ ձևով կամ թեկուզ Հայաստանի դիպլոմատիան փորձեց իրեն ապացուցել, այսինքն մինչև հիմա Հայաստան չգիտեմ փակ դռների հետևում ինչ են խոսում, բայց եթե հետևում ես բանակցությունների ընթացքին, հայկական դիվանագիտությունը խոսում է խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, բայց պետք է նաեւ դիպլոմատական մեկ ուրիշ հարթակ բացել ու թերևս կա, որ մենք չգիտենք, որ պիտի մտածես այս խաղաղությունը եւ լավ բան չեմ ասում, այս խաղաղությունը ինչպես կարող է ամրացնել, որ վտանգ չդիտի Ալիևը սրանից։ Ես կուզենայի, որ Ադրբեջանը ավելի գոնե մի քիչ լիբերալիզացվել, բայց այսինքն Ալիևի հետ է պետք բանակցել, որ սա վտանգ չտեսնի, որ դու կարող ես, այսինքն Ադրբեջանը պիտի անցում կատարի նավթից նորմալ պետություն դառնա, որ այդ ընթացքում Ալիևը զոհ չի դառնա այդ process-ին, ու որ բաց ռեգիոնը քո շահերից բխում է, կարող ես օգտագործել այդ անցումը փափուկ անցնելու համար։ Դա է փաստարկը։ Եթե դա միայն Ադրբեջանի անհանգստությունն է, որ խաղաղություն չլինի, իսկ ոմանց կարծիքով, ոմանց պնդումով Ռուսաստանին ձեռնտու չի, որ այստեղ լինի խաղաղություն։ Այո, Ռուսաստանի գործոնը կարևոր է, բայց էլի չի գերագնահատի։ Նախ երկու բան, նախ Ռուսաստան անկախ նրանից, թե ռազմական հաղթանակի հասա, ինչ արդյունքով դադարեց Ուկրաինայի պատերազմը, որը չեմ կարծում, որ հստակ դադարելու է, դա էլի մնալու է ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակում, արդեն Եվրոպան ռազմականացվել է այդ պատերազմի ընթացքում, այսինքն Ռուսաստանը խրված է արդեն այդ ռազմական այդ թատրոնում։ Բացի դրանից Ռուսաստանին պետք է 7 տարի, սա ես ցույցում եմ ռազմական վերլուծաբաններ, որովհետև ես ռազմական վերլուծաբաներ չեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մոտ 7 տարի պետք է իր բանակը վերակառուցելու համար։ Մյուս գործոնը արդեն
անգամ վստահության պակաս կա Ռուսաստանի դեմ, որ նա փաստորեն, այսինքն գլոբալ կապիտալն էլ չի շտապելու հետ Ռուսաստան վերադառնա, չնայած Չինաստանը մտել է արդեն, երբ որ արևմտյան կամպանիաները դուրս եկան, բայց այնքան անվստահություն կա Ռուսաստանի դեմ, դրանք խոշոր կամպանիաները, ձեռնարկությունները որպեսզի մտնեն Ռուսաստան, նրանց անհրաժեշտ, ու եթե դու չգիտես, որ այդ երկիրը այսօր Ուկրաինայի վրա հարձակվեց, այսինքն ռևիզիոնիստ խաղացող է, դա ստաբիլություն չի խոստանում գլոբալ կապիտալին, այսինքն Ռուսաստանը կորցրեց համաշխարհային քիչ թե շատ վստահությունը, որ ուներ, բացի դրանից նաև կորցրեց եվրասիական մայրցամաքում իր կենտրոնական դերը, աշխարհաքաղաքական դերը կապվածության առումով։ Հիմա այդ Ռուսաստանը Կրեմլը կարող է հոխորտալ եւ այլն եւ համաձայն է որ նա խաղաղություն չի ուզում, քանի որ դա է եղել Ռուսաստանի Կրեմլի Եվրասիայում գործելու լոգիկա, տրամաբանությունը նույնիսկ բանից առ, այսինքն դա կայսրական պետություն է, որ վախենում է պերիֆերիաները, որպեսզի խաղաղվեն, քանի որ կայսրական մտածողություն ունեցող խաղացողները պերիֆերիայում եղած ժողովուրդներին, պետություններին բաժանիր, որ տիրես մտածողը հիմնականում այդ տրամաբանության աշխատում։ Հիմա, բայց մի շատ կարևոր բան ասեմ։ Ձեր հարցը ենթադրում է, որ տարբեր բևեռներ կան։ Ռուսաստանը վախենում է, որ այս սահմանը եթե բացվեց, եվրոպական բևեռը կուժեղանա։ Բայց հիմա նոր հետազոտություններ արդեն ցույց են տալիս, որ աշխարհակարգը շարժվում է ոչ թե դեպի բազմաբևեռ, այլ բազմա multiplex, այլ բազմաշերտ համակարգի, որտեղ այս գերտերությունները կարևոր են, բայց ոչ միակ խաղացողներն են, որտեղ օլիգարխիկ կամ խոշոր կամպանիաները դեր են խաղում, հենց թեկուզ big tech, այս խոշոր արհեստական բանականության, տեխնոլոգիական կամպանիաները քաղաքականության բոլորովին նոր հարթակ են ստեղծել, որ նաև սահմանում, քչացնում են, ազդում են խոշոր տերությունների սուվերենության վրա։ Այդ բոլոր շերտերը, եթե հաշվի եք առնում, աշխարհը շարժվում է, թվում է թե տուրբուլենտության պերիոդ, այո, բայց միևնույն ժամանակ շատ խորը process-ներ կան, որ նոր ստաբիլության կլաստերներ են առաջանում, այսինքն գերտերություններից բացի խմբեր են առաջանում զարգացող երկրներից, որ բանակցությունների, պայմանագրերի ստորագրման քանակով, եթե հետազոտեք եւ ցանցային հետազոտություններ են արված, տեսնում ես, որ աշխարհը շատ լավ է ստաբիլության բանակցելու ուղով է առաջ գնում։ Նույնիսկ եթե հաշվի ես առնում Ամերիկայի դերը։ Եվ այս համակարգը, որը հիմնված է նորմերի, ագրեսիայի դեմ նորմերի, սուվերենության, դրանք ձևավորվել են լատինամերիկյան երկրներում 19-րդ դարի վերջում։ Ամերիկայի Միացյալ Նահանգները 20-րդ դարի սկզբում մի քիչ պայքարեց դրա դեմ, բայց ի վերջո Ամերիկան էլ միացավ եւ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջովին միացավ դրան, ազատ առևտուր եւ այլն եւ փոքր պետությունները ծաղկեցին Ամերիկայի հովանու ներքո։ Այո։ Բայց հիմա, այսինքն այդ process այնքան է խորացել, այդ նորմերը այնքան խորն են, որ նույնիսկ եթե Ամերիկան չպաշտպանի այդ համակարգը, որը հիմա շատ շուտ Ամերիկան կսովորի, հասկանալու է, թե ինչքան թանկ է այդ համակարգը իր տնտեսության համար, բայց նույնիսկ եթե Ամերիկան չպայքարի այդ համակարգը պահելու համար, կոոպերացիոն տենդենսներն էլ նաև կան այդ տուրբուլենտությանը զուգահեռ։ Կարծիքով, այո, արդեն Տրամպից առաջ էլ Բայդենի ժամանակ էլ պրոտեկցիոնիստ ինստինկտները կային, այսինքն Բայդենը երբ որ եկավ ընտրվեց, չվերացրեց Տրամպի նախկին առաջին ադմինիստրացիայի տարիֆները Չինաստանի դեմ։ Բայց Բայդենը փորձեց ամրացնել հյուսիս ամերիկյան ռեգիոնը, նավթայի վրա, Կանադայի եւ Մեքսիկայի շուրջ, այդ բլոկը ուժեղացնելով, եւ եթե Տրամպը շարունակեր այդ քաղաքականությունը, հյուսիսային մայրցամաքը, հյուսիսային Ամերիկան, կլիներ մի խոշոր ռեգիոնալ բլոկ, եւ կարծես թե Կանադային եւ Մեքսիկային ոնց որ թե ձեռք չի տալիս, քանի որ այնքան ներթափանցված են, կապված են իրար հետ այդ երեք պետությունների տնտեսությունները, որ շատ դժվար է բաժանել։ Բայց ասեմ, ինչ վերաբերում է մնացած աշխարհին, ինձ թվում է, որ Տրամպի վարած քաղաքականությունը, որը նույնիսկ լավագույն սցենարներով մի քիչ ավելի փապկանա, բայց լոգիկան չեմ կարծում, որ փոխվի, դա
լծակ է հանդիսանալու, ազդակ է հանդիսանալու, որ տնտեսությունները ավելի ռեգիոնալիզացվեն։ Այսինքն ռեգիոնալ կլաստերներ են առաջանալու։ Եթե նախկինում օրինակ Թուրքիան կամ մյուս միջին կարգի պետությունները ձգտում էին Ամերիկայի Միացյալ Նահանգների շուկա մտնել, ու եթե այդ շուկան արդեն թանկանում է, արդեն պիտի տեսնեք նոր բլոկերի ձևավորում, եթե Թուրքիան արդեն պիտի Եվրոպան համարի ավելի կարևոր շուկա, կամ եթե մյուս միջին կարգի պետությունները ավելի ռեգիոնալ սկսեն մտածել, դա նրանց դարձնելու է քաղաքականապես ավելի օրենքներին հետևող խաղացող։ Քանի որ քո տնտեսական շահերը քո ռեգիոնից են, դու արդեն չես գնալու ռազմականացված բոմբեր գցես քո շուկաների վրա։ Այսինքն շատ իմ կարծիքով, որ հետազոտել եմ բավականին, բայց ամբողջովին վստահ չեմ դեռ ասի, բայց իմ կարծիքով այս տենդենսներն ենք տեսնելու, որ Ամերիկայի դեմ դեպի Չինաստան, դեպի ռեգիոնալ կենտրոնները շարժում է սկսվելու։ Արդեն Եվրոպան եւ լատինամերիկյան երկրներն են սկսում ազատ առևտրի պայմանագրեր ստեղծել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները առանց ազատ կդիմանա, այսինքն եթե հսկա շուկա է, այս քիչ թե շատ յոլա կգնա այս ազատ առևտրի համակարգը տրակացնելով։ Բայց փոքր պետությունները, Հայաստանի նման փոքր պետություն, նույնիսկ Հարավային Կորեայի նման փոքր պետությունները, Թուրքիայի նման պետությունը, աշխարհի մեծ մասը, նույնիսկ Չինաստանը չի կարող ամբողջովին կենտրոնանալ ու մեկուսացվել։ Այսինքն բացի Ամերիկայից ամբողջ աշխարհը պայքարելու այդ ազատ առևտրի համակարգը պահպանելու, իսկ դա պահպանելու համար նոր մագնիս, այսպես ասած, կենտրոններ են առաջանալու, որը նրանց վարկը ավելի պատասխանատու է դարձնելու իրենց ռեգիոններում։